Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայանի Խաչմերուկ աջ եւ ձախ գոտիներ 6.8 կիլոմետր աշխատանքները մեկնարկում են։ Ծաղուկից դեպի Սիսիան 1 կիլոմետր հատված աշխատանքներն ավարտված են։ Կապանից դեպի Ծավ 4.9 կիլոմետրանոց հատված աշխատանքները մեկնարկել են։ Մեղրից դեպի Ծավ 27 կիլոմետրանոց հատված միջին նորոգում աշխատանքներն ավարտված են։ Աշտարակից դեպի Բյուրականի տրանսպորտային հանգույց 16 կիլոմետր միջին նորոգում աշխատանքներն ավարտված են։ Գեղակերտից դեպի Աղավնատուն Ամբերդ դաշտ 9.2 կիլոմետր հատվածի միջին նորոգում աշխատանքները մեկնարկել են։ Ագարակից դեպի Յաղդան Լոռու մարզի մասին է խոսքը հատվածի միջին նորոգում լրացուցիչ գումար ենք հատկացում ջերմաթաղանթով հենց գծանշման համար, Օձունից դեպի Արևածագ 14.8 կիլոմետր, էլի գծանշման համար ենք գումար հատկացնում, Վայքից դեպի Զառիթափ եւ Մարտիրոս 9 կիլոմետր հատված, Վայձորի մասին է խոսքը, գծանշման աշխատանքների համար է հատկացվում գումար, Արմավիրի մարզի Սարդարապատից դեպի Այգևան եւ Լենուղի 6.2 կիլոմետր հատվածում էլի ջերմաթաղանթով գծանշման համար է գումար հատկացվում։ Եվ Ծովագյուղից դեպի Ճամբարակ հատվածի միջին նորոգում աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ Համեցիկ։ Վերջի կտորը պարոն վարչապետ, նախորդ տարվանից տեղափոխած աշխատանք է, որոշակի թերություններ ենք արձանագրել եւ շինարարը իր միջոցների հաշվին թերությունները կվերացնի, որից հետո այս 67.6 միլիոն դրամը կվճարենք։ Հասա ծրագրից ընդհանուր իրան չվճարած գումարն է, կավարտի, որից հետո նոր կվճարենք։ Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում մենք նաեւ սուբվենցիոն ծրագրեր ենք հաստատել, ես ուզում եմ դրանք նույնպես հրապարակել։ Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան պուրակի կառուցում, որը գտնվում է ավարտական փուլ, Եղարքունիքի մարզում Սևան համայնքի Սևան բնակավայրի Իսահակյան, Սայաթնովա, Աբովյան էներգետիկների Կարմիր բանակի Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, կատարված է աշխատանքների 95%-ը, Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիր գյուղ, Սարուխան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում, ընդհանուր 8.5 կիլոմետր, որի 95%-ը արված է, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արճահովիտ, Նոր Խաչապատ, Կապ, Գեղասար, Քարաձոր, Սարալանջ, Լեռնանցք, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Ջրաշեն բնակավայրերի խմելու ջրի ցանցի վերանորոգում, հիմնանորոգում, ընդլայնում, Հարթագյուղ եւ Խնկոյան բնակավայրերում ջրամբարների կառուցում, Ծաղկաբեր բնակավայրում ջրահավաք ավազանի եւ ջրագծի կառուցում աշխատանքների 85%-ը արված է, ընդհանուր նախատեսվում է կառուցել 18 կիլոմետր երկարությամբ ջրագիծ 1100 տնային տնտեսության համար։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Ստեփանյան փողոցի մի հատվածի ասֆալտապատում 850 մետր, որի 95%-ը արված է, Վայձորի մարզի Վայք համայնքի Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում ավարտված է, ասֆալտապատվել է 2.8 կիլոմետր ճանապարհ։ Ուրախ ենք, Խնձորուտի ճանապարհը կառուցել ենք, հիմա ներսն էլ փողոց արդեն ունենք ասֆալտապատված։ Շատ լավ է։ Տավուշի մարզում Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան փողոցի 6, 71, 73, 77, 84, 85 բազմաբնական շենքերի բակերի ասֆալտապատում 8467 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ արվել է, ստեղ նշված չի արված են աշխատանքներն արդեն։ Այո, արված են, մարզպետը ասում է, որ արված են։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, քանի որ տնտեսական թեմայի անդրադարձանք, ես ուզում եմ կարևոր լուր հայտնել, այսինքն չհայտնել, ենթադրում եմ հրապարակված է լուրը, աշխատատեղերի նոր վիճակագրությունը հրապարակել ենք արդեն,
Ամեն դեպքում 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222,000 աշխատատեղեր։